Ավետիքը կալանքում գտնվում է արդեն իմ հաշվարկով կարծեմ արդեն 50 օր, այսինքն արդեն մոտենում է 2 ամիսը, 2 ամիսը լրանում է, ինչպես արդեն ասացին գործընկերները, օգոստոսի 24-ին։ Իր հետ շփումը դե երևի նշվեց, լսեցիք, ամբողջությամբ սահմանափակված է, մենք իրեն տեսակցելու հնարավորություն չունենք ցավոք սրտի, ոչ ընտանիքը, ոչ նույնիսկ պատգամավորները կարող են իրեն տեսնել, այսինքն իր հետ շփումը միայն կամ փաստաբաններն են իր հետ, ասենք, հանդիպումները քրեական գործի մասով կամ իմ հետ հեռախոսի կապը այտենց օրական մի քանի րոպե իրենց տաքսոֆոններով այսպես կոչված բանտում, որից օգտվում է պատկերացնենք 4 հատ հեռախոսից 30 հոգի մարդ հերթականված, որպեսզի կարողանան իրենց ընտանիքների հետ խոսել։ Մենք խոսում ենք օրական 4-5 րոպե, որպեսզի հասկանանք առողջական վիճակ, ինչ որ ընթացիկ նորություններ, կենսաղային հարցեր, այնտեղ հանձնուկներ, բան Ինքը առողջական, տեսեք, ինքը հետազոտություններ է անցնում, ինքը ունի առողջական խնդիրներ, որը անդադար հսկողության տակ է սրտաբանական թեմաներով, չեմ ուզում այդ մանրամասները ստեղ պատմել, բայց ամեն այս պայդրությամբ ոնց որ թե շատ խիստ բաներ չունենք խնդիրներ, հա, բայց ինքը պետք է անդադար հսկողության տակ լինի, անալիզներ հանձնի, որոշակի պրոցեդուրաներ անցնում, այսինքն այդ բանտը բան չի էլի վերջի սանատորիա չի այսպես ասած, իր համար ու ցանկացած մարդու համար ընդհանրապես կալանքում գտնվել է, երբ լուչես գործել որևէ լուրջ հանցագործություն, լրիվ անտեղին փորձառություն։ Արմավիր քրեակատարողական քննարկում ինքը այնտեղ է եղել նաև 4 տարի առաջ, պայմանները որ պատկերացնենք 12 քառակուսի մետր սենյակում գտնվում են 4 հոգի մարդ։ Այդ 4 հոգին այդտեղ գտնվում են օրը 24 ժամ, իրենք ընդհանրապես մի ժամվա զբոսանքում են, որը կարող են այդ խցից դուրս գալ եւ այդ զանգ անել միաժամանակին զանգել եւ ինչ որ փոքր տարածք ունեն, որտեղ զբոսնում են, այդտեղ սպորտով զբաղվելու հնարավորություն կա չկա, բայց այդ մի տարածքում իրենք գտնվում են անդադ, իրենց բացի մնացած բոլորը ծխում են, որ պատկերացնենք ինչ վիճակ է, ասենք այդ խցում տիրող ու բանտելիքն է իր պատմելով եւ քաղաքբանտարկելներ շատ կան քաղաքական կալանավորներ, հա խցում հայտնի անձինքերը չէ, սովորական այլ հանցագործությունների համար այս ամենի այսպես եզրահանգումը ինչպես եք տեսնում եւ ինչ ակնկալիք ընդհանրապես ունեք դատական համակարգից առաջիկայում մակագրվելու եք գործը արդեն դատականությունն է մեկնարկելու կանխատեսում որ գոնե այլ խափանամիջոցներ մենք իհարկե շատ հույս ունենք որ խափանամիջոցը կփոխվի փաստացի նախաքննությունը վերջացել է ինչ որ պետք է անեն այդ նախաքննության ժամանակ իմ իմանալով առանձնապես ոչինչ չեն արել արդեն վերջացել է ոչ մի քննչական գործողություն չկա ու ոչ մի պատճառ չկա, թե ինչի ինքը արդեն դատականության ժամանակ պետք է լինի կալանքում։ Ինքը ոչ մի միջև այդ փորձել է ինչ-որ երկրից հեռանա, ինչ-որ մարդկանց, չգիտեմ, վրա ազդի, գործի մասով, այսինքն որևէ հիմք չկա իրավական, որպես ինքը ունենա կալանքում։ Իրավական տեսակետից այդ կալանքը ընդհանրապես սկզբից էլ չպետք է, բայց հիմա հույս ունեմ, որ գոնե կփոխվի, որ ինքը կալանքից դուրս գա։ Իսկ ինչպես պետք է այս ամբողջ հանգուցալուծվի, գիտեք, իմ մոտ այն տպավորությունն է, որ մարդկանց այսպես ինչ-որ հերթափոխերով 2-3 ամսով տանում են բանտ, հետո հաջորդ բանն է գալիս, այսպես ասած հերթն է գալիս, հաջորդ շարքն է գալիս մարդկանց, այսպես բաց են թողնում, գործերը ձգվում են, գործերը դատարանում գնալով, այսինքն որպես կանոն, հետո ամբողջությամբ այդ մարդին կամ արդարացվում են կամ ամբողջ գործը փլվում է, այսինքն ի սկզբանե այդ դատական գործը, այդ քրեական գործը որ բացում են, ինքը անհիմն, ասենք այդ գործերի շարան է։ Մանավանդ ընտրություններից հետո այդպիսի գործերի քանակությունը իրական շատ մեծ է։ Տիկին Ադամյան, ձեր տունը ես ճիշտ եմ հիշում, որ խուզարկել էին եւ ինչ էին հայտնաբերել, ինչ էին տարել իրենց հետ եւ եթե ինչ-որ բան տարել են արսան վերադարձրել։ Իրենք ճիշտ ասած մեր տունը խուզարկեցին, երեխաներին զարթնացրեցին, մտան սենյակները նայեցին, այդ ամբողջ խուզարկությունից հետո իրենք վերցրեցին մի հատ ավետիքի հեռախոս։ Հա, այսինքն ես նույնիսկ չեմ կարծում որ ինչ-որ բան փնտրում էին, որպես այդպեսին, այնտեղ նպատակներ գալ, այդ ցուցադրել այդ խուզարկությունը ավետիքին ձերբակալել։